այս պահին տաղավարում մեզ է միացել նաև մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, շնորհակալ եմ պարոն Քոչարյան մեզ միանալու համար, միասին վերլուծենք ընտրական գործընթացը, թեպետ միացումից առաջ դուք ասացիք, որ սրանք անկապ ընտրություններ էին, ինչ նկատի ունեք պարոն Քոչարյան։ Նկատի ունեմ, որ կապը շատ վատն է, հա, ընտրատեղամասեր ընդհանրապես կապը բավականին գազ է, որովհետև զորությունները այնտեղ են, բայց գլոբալ առումով այո, անկապ ընտրություններ են։ Գլոբալ առումով անկապ ընտրություններ, ինչ նկատի ունեք այդ առումով։ Նկատի ունեմ այն առումով, որ ամեն դեպքում այն ինչ որ մենք սպասում ենք եւ ինչ որ ուզում ենք, դա ամեն դեպքում Երևանում է որոշվելը։ Այսինքն մեր ակնկալիքները Գյումրիից։ Չէ, հիմա տեսեք, ես հումոր եմ արել անկապ ընտրություններ, հիմա ուզում եք բան, որ ես անվանում եմ այդ ընտրությունները ոչ կարևոր եւ այլն։ Հիմա եթե լուրջ ասենք, ընտրությունները այո կարևոր են, այնտեղ ինչ պետք է կատարվի եւ ինչ կախված արդյունքներից հետընտրական process-ներ կարող են լինել եւ կարող են չլինել, նույնիսկ կախված նրանից անդիմադիր որ տեխնացուն է առաջին տեղ գրավելու անդիմության մեջ, այդտեղից հետևելով, դրանից հետևելով կրկին որոշակի գործընթացներ կարող են լինել եւ չլինել։ Ընդհանրապես ընտրարշավը բավականին հետաքրքիր էր, ուղղակի վերջում որոշ տեխնացուներ անդիմադիր չդիմացան այդ կարգակցին եւ բանարեցին որոշակի քննադատություն հասցեագրեցին այլ տեխնացուներին, որ իմ կարծիքով պետք չէր։ Բայց ամեն դեպքում ամեն ինչ որոշվել է այսօր Գյումրիում երեկոյան հաշվարկից հետո եւ ես մեծ հույս ունեմ, որ իշխանության տեխնացուն ինքը որևէ արդյունքի չի հասնի, եթե անդրակեղծիքներ չլինեն։ Տեսեք, իմ հզոր համայն կուսակցությունից առաջադրված պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը լրագրողի հարցին այսպիսի արտահայտություն արեց, լրագրողը հարցրեց լակմուսի թուղթ է արդյոք դառնալու Գյումրու ընտրությունը, նա այսպես բավականին կտրուկ ասաց սև թուղթ է դառնալու։ Ու մեր ուղղված ըստ այդ սև թուղթը այս պահի դրությամբ։ Դեք Ռուբեն Մխիթարյանը իմ կարծիքով ես իր ընտրարշավին հետևում եմ, իր ընտրարշավը ավելի շատ ուղղված էր ոչ թե Գյումրիի բնակիչներին, այլ հանրապետության եւ այդ թվում նաեւ Երևանի բնակիչներին, որովհետեւ այդ քարոզարշավը, որը կար, բազմաթիվ լրատվամիջոցներով, հեռուստաալիքներով եւ այլն, դա ավելի շատ կրկին ասում եմ ոչ Գյումրիում տեղայնացված, այլ իմ կարծիքով ընտրությունից հետո ինչ որ process գեներացնելու վրա էր ուղղված եւ կրկին եմ ասում, կախված նրանից իշխանությունը ինչ կանի, շատ հավանական է հետընտրական գործընթացներ սկսվեն եւ գործընթացներ սկսողներից մեկը նաեւ լինի Ռուբեն Մխիթարյանը։ Լավ, թիմ ընտրություններից ընդամենը 3 օր առաջ մենք ականատես եղանք այդ սկանդալային հակակոռուպցիոն բեմականացմանը Գյումրիում, սա գալիս է ապացուցելու ինչ, կամ ցույց տալու ինչ, որ Փաշինյանը սկսել է քաղաքական սխալների շարքը, որ ընդհանրապես ով կամ ովքեր են այս հակակոռուպցիոն արշավանքի իրական հասցեատերերը եւ ինչ է ուզում ապացուցել սրանով Փաշինյանը։ Փաշինյանը փորձեց ինչ որ ձևի վախեցնել մարդկանց, ընդ որում ասեմ, որ այս ամեն ինչը համընկավ պարլամենտում իր բավականին ջղաձգված ելույթից հետո եւ մենք կարող ենք տեսնել, որ համարյա բոլոր տեխնացուների, անդիմադիր տեխնացուների մասով որոշակի քայլեր արվեցին, նշում ենք ժամանակին բերման ենթարկեցին Վարդան Ղուկասյանին ընտրություններից առաջ, նախընտրականից առաջ, չկարողացան կորզել իրենից ուրեմն հայտարարություն, որ ինքը չի մասնակցելու ընտրություններին, այնուհետև անցան Կարեն Սիմոնյանին, Մաղթում Գրիգորյանին, Ռուբեն Մխիթարյանի հարցերին ոչ, այսպես ասենք, լավ ոչ նորմալ մեղադրանքներ են հնչեցնում, այսինքն փորձեց բոլոր ուղղություններով աշխատել, բայց ասում ամենամեծ ճակատագրական սխալը իշխանությունների եղավ այն, որ Երևանից եկան եւ Սարեգ Մինասյանի քարոզարշավը սկսեցին տանել, ես լավ իմանալով գյումրեցիներին, իրենք ինձ ներող չկնեմ կարող նորմալ ասեմ, թե չէ զզվինգը, որ Երևանից մարդու գայել է, այսինքն դա հակառակ էֆեկտ ունի, ես երբ որ Գյումրիում աշխատում է, այնտեղ մի պահ ընտրություններ են, քաղաքը կես-կես էր հարված եւ տեխնացուներից մեկի համար ոստիկանություններ եկել, սպեցնաց, որը պետք է, այսպես ասենք, հետընտրական գործընթացներ որոշ, եթե վատ զարգանային, կանխեր ու Գյումրեցին մոտ էլի կրկին բան եղավ, այդ ոնց եղավ, որ այս մեկը միլիցիա է վերում Երևան ու գնացին նույնիսկ այն մարդիկ, ով չէին ուզում մասնակցել ընտրություններին, գնացին եւ հակառակ տեխնացուին ձայն տվեցին։ Մեկին կարելի, մյուսին չէ։ Հիմա այստեղ էլ է այս վիճակը եւ վատ մի էպիզոդ, որ ասեմ, ես այդպես չհասկացա ինչ է դա արվում, մի թևը սկսեց Վարդան Ղուկասյանին մեղադրել այն, որ ինքը կարող է իշխանությունների հետ գնա ինչ որ գործարքի եւ այլն։ Եվ դա զգացվեց, որ դա երևանյան նարատիվը, որովհետեւ եթե Գյումրի իրականությունից մի քիչ մարդ ծանոթ լինի եւ հատկապես Վարդան Ղուկասյանի կերպարի հետ, գիտեք, դա լավա թե վատը, բայց մարդը
ժողովրդական ասած պանյատներով ապրում, այդ պանյատները մեզ չի տեղավորում, որ ինքը գնա հետագայում կանգնի մի ուժի կողքը, որի մասին ինքը բավականին վատ արտահայտվել է եւ համարյա թե երթում եկել է, որ իրանց հետ որևէ կամ ոչ թե համարյա թե երթում եկել է, որ իրանց հետ որևէ կապ չի ունենա եւ որևէ բան չի կազմի։ Այսինքն ես այսպես ասեմ, այդ Վարդան Ղուկասյանը այդ խոսքը երթում ուտելը կամ ինչ-որ տղամարդու խոսք ասել է շատ ավելի կարևոր է իր համար, քան ենթադրենք բոլոր ընդդիմադիր ռազմավարները, Երևանից գերներացվող թեզերը եւ այլն, էլի։ Սա ուղղակի, այսպես ասեմ, փորձեր Վարդան Ղուկասյանի էլեկտորատից մարդկանց փոկել եւ ուղևորել այլ էլեկտորատին, իմ կարծիքով ազնիվ չի։ Եվ իմ դուրս եկավ նաեւ եւ Վարդան Ղուկասյանը եւ Կարեն Սիմոնյանը իրենք ասացին, որ պատրաստ են իրենց ռեսուրսը ավականին ձայնը տոկոսը տրամադրեն հաղթող տեխնացուին։ Ես միգուցե ասել են մյուս երկու ընդդիմադիր տեխնացիան կամ 3-4, որ իրենք են պատրաստ չեմ հետևել ուղղակի այդ մասին, բայց լավ կլինի կրկին ընդդիմությունը կողմնորոշվի այդ ուղղությամբ, այսինքն ընդդիմադիր որ տեխնացու ստացավ առավել լեգուն ձայներ օգնել իրեն ձևավորել իշխանություն։ Հակառակ դեպքում կարող են Երևանյան սցենար ստանալ, կարող են Վանաձորի սցենար ստանալ կամ կարող ընդհանրապես Գյումրի նախ սցենարը ստանալ եւ իշխանությունը տեսնելով որ ընդդիմությունը միամուռ չի եւ միասին չի, փորձի խաղեր տալ, ճաքել, ճաքացնել այդ ամեն ինչը եւ այլն։ Ճիշտ եք, միայն Վարդան Ղուկասյանն ու Կարեն Սիմոնյանն են նման հայտարարություն մինչ այս պահը արել իրականում։ Վարդան Ղուկասյանն լրագրողների ժամանակ էլի հերթական անգամ երթվեց, որ ձեռքը կկտրի, ոտքը կկտրի, բայց իշխանությանը չի միանա որևէ պարագայում։ Կտրողա եւ տեսեք կրկին ես հիշում եմ, ես որ Գյումրիում էի, այժմ Վարդան Ղուկասյանի վրա մահափորձեր կատարվել եւ եթե չեմ սխալվում զոհեր կային նաև տիկնապաների միջև եւ 8 գնդակ կարծեմ նաև իրեն դիպչել եւ դրանից հետո որ ինքը ողջ մնաց ինքը ասաց որ այլևս ես Աստծո հովանոթակ եմ, Աստված ինձ փրկել է եւ խորը հավատքի մեջ մտավ եւ մի փոքր նույնիսկ բանի մեջ մտավ յուրահատուկ առաքելություն ունեցող մարդու կերպար ընդունեց կամ այդպես էլ կա եւ ես կրկին էլ եմ ասում իր մոտ կան բացասական կողմեր, կան դրական կողմեր, բայց առնվազն այն որ ինքը իր ձեռքը կկտրի ուղիղ եթերում, բայց չի միանա ԿՊ-ին, ես դրան հավատում եմ։ Այսինքն ըստ ձեզ Վարդան Ղուկասյանը նույնն էլ ես ասեմ մոտարապես նույն կերպարը կրկին Մարտուն Գրիգորյանն է, որովհետև ես նույն ժամանակին հիշում եմ քաղաքակիսել էին մեջ, հա, կամ Մարտունի ժողովուրդը կար, Վարդանի ժողովուրդը կար եւ մի քիչ ավելի այս տղայական ինչ որ տենց պանյատներով բաների մեջ են ապրում եւ ես նույնակ շատ լավ իմանալով նույն Մարտին Գրիգորյան գիտեմ որ ինքն էլ եթե ինչ որ բան եթե ինքը ասել է իշխանության հետ ինքը որևէ բան չի կազմելու ինքը չի կազմելու այնտեղ միակ խնդիրը Գյումրիում որ եւ Վարդան Ղուկասյանը եւ Մարտին Գրիգորյանը տարիներից եկող խնդիրներ ունեն միմյանց հետ հա բայց ամեն դեպքում իմ կարծիքով որ որոշակի լուծում իրենք կգտնեն եւ էլ եմ ասում եթե Վարդան Գրիգորյանը այդ ամեն ինչը կուտակված է իր մեջ, հա, նույն Մարտին Գրիգորյան հետ կապված, ամեն դեպքում կարողանում է մի կողմ դնի ասելով, որ ես պատրաստ կլինեմ իմ տոկոսները, իմ ավականու մարդկանց տրամադրեմ հաղթողին, ուրեմն դա շատ լավ կլինի։ Ամեն դեպքում պարզ է, որ իմ կարծիքով, որ 4 ընդդիմադիր տեխնացու շանսեր ունեն հայտնվելու ավականիում եւ իհարկե դրանք են Սարիկը ու չեմ համանում, որ Եվրոդաշինքը շանսեր ունի, եթե իհարկե որոշակի գործընթացներ չգեներացվեն, այսինքն Սարիկ Մինասյանի որոշակի ընտրողներին չուղղորդեն ձայն տալ իրենց, ինչպես դա օրինակ եղավ Երևանի ընտրություններում, երբ Արամ Սարգսյանի կուսակցությունը բավականին նաև բարձր արդյունք հավաքեց, անսպասելի նույնիսկ իրենց համար։ Վստահ եմ տեսել եք հանրայինի բանավեճը Սարիկ Մինասյանի եւ Ռուբեն Մխիթարյանի միջև այդ հատվածն էլ շատ որ տարածվեց իհարկե համացանցում Արցախը ինչի համար է այդքան ատում Սարիկը իրականում եւ գիտեք Սարիկ Մինասյանը շահարկվեց թեման պարզապես հա չեմ ուզում այդ բառը ասեմ բայց ասեք ժեխացավ էլի ինքը ընթացքում որովհետեւ ինքը սկսեց абսուրդ բաներ խոսալ ընդ որում Սարիկ Մինասյանին անձամբ չեմ ճանաչում բայց լսել եմ իր մասին բավականին լավ էին արտահայտում այսինքն դա ես 15-16 թվականին արդեն որոշակի անուն ուներ, հարգանք ուներ Գյումրիում, բայց հետո սկսվեց այդ կուսակցականացումը իր, ՀՀԿ, Լուսավոր Հայաստան, ԿՊ
եւ ուզած երևի թե ընդունում է այն խաղի կանոնները եւ այն IQ-ի մակարդակը, որը տվյալ կուսակցության մեջ կա, եւ հիմա փաստացի խելացի մարդը սկսեց ինչ որ անհետեցություններ ասել, օրինակ Ռոբերտ Քոչյանը գողացավ Գյումրեցիների 4-րդ հարգերը, հա, աբսուրդի ժանրից է, հա, հետո Արցախից սկսեց խոսալ, հետո որ ասին ինչ որ նույն Ռուբեն Մխիթարյանը ասեց որոշակի օրինակներ բերի, ընդհանրենք այդ շենքերից կամ ինչ որ մարդկանցից ովքեր իրենց տղաներին համար գումար են տվել, որ Արցախ չծառայեն, ինքը սկսեց պահկվել այսպես կոչված ժողովրդի մեջքի հետևում, որը կրկին էլի սազական չի։ Ես եմ ասում, ինձ համար բավականին ցավոտ է նաև տեսնել, որ մարդուն ԿՊ-ն ինչ օրի կարող է հասցնել, որովհետև էլ եմ ասում, ամեն դեպքում մինչև քաղաքականացվել ինքային կերպարը չէ, որը մենք վերջում տեսանք։ Իսկ բանավիճի հետ կապված ասեմ, որ երևի ամենաշահացը դուրս եկավ կրկին Վարդան Ղուկասյանը, ինչի պատճառով, որ Վարդան Ղուկասյանը իմանալով շատ հավանական է, որ Սարիկը լեզվակռվով չէր վերջանա, հա, եւ Ռուբեն Մխիթարյանը կրկին այնտեղ էլ տարավ ոչ թե ավելի շատ Գյումրի ուղղությամբ, այլ ավելի շատ քաղաքական, որոշակի պոպուլիզմով, բայց ինքը աշխատում էր ինքնասովորի շատ Երևանի աուդիտորիայի վրա եւ ես արձագանքները Facebook-ով տեսնելով տեսա, որ երևանցիների համար, հա, Ռուբեն Մխիթարյանը երևի լավագույնն էր այս բանավեճում։ Մարտին Գրիգորյանը կրկին շատ լավ տարավ բանավեճը, ուղղակի վերջում ինչ որ սրտի կուտակված էլի Վարդան Ղուկասյանի մասով ասեց, որ իմ կարծիքով ամեն դեպքում սխալ էր, իսկ մնացած տեխնացուները տեսեք, օրինակ բանը շատ լավ շանսեր ունի Կարեն Սիմոնյանի ուրեմն Մայր Հայաստան դաշինքը, բայց Կարեն Սիմոնյանը ավելի շատ կոնցենտրացված էր ինչ որ կիրթ բանաձևի մեջ, Գյումրիի հետ կապված բան, զգացվեց, որ կիրթ դասիրակված, չափազեված բանը տեխնացու է, բայց կարող է շատ ավելի ակտիվ լինել։ Մնացածի մասին որևէ կարծիք չեմ կարող կազմել։ Լավ, եթե Գյումրին ընտրում է Վարդան Ղուկասյանին, եկեք ենթադրենք, ստացվում է կրիմինալը հետ է վերադառնում միանշանակ։ Իսկ ով ասում Վարդան Ղուկասյանը կրիմինալ է, իսկ հիմա Գյումրիում կրիմինալ չի։ Դա ակնհայտ է։ Փառաքարում էլի միջալուց գրեթե բոլոր տեխնացուները կրիմինալ անցյալ ունեն այս պահի դրությամբ եւ ոչ միայն անցյալ, այլև ներկա։ Ես մի բան ասեմ, ուրեմն համատականներ անցկացնեմ, օրինակ բոլորը օրինակ սիրում են ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին որպես ամենա ռադիկալ, հա, ամենակռվարար, ամենապատերազմի, այսպես ասենք, դատագով, բայց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ A որևէ պատերազմական գործողություն չի եղել, B բանակում ամենակիչ զոհերն են եղել։ Հիմա Վարդան Ղուկասյանի ժամանակ կրիմինալ չէր, Վարդան Ղուկասյանի ժամանակ ուղղակի քաղաքում բավականին խիստ կառավարում էր մցված, հա, իսկ կրիմինալը ինքը ամեն տեղը միշտ լինում է, այսինքն միշտ մարդիկ հատկապես հայերը կռիվ կանեն, միշտ փորձեն դանակ հանել իրար դեմ եւ այլն, այսինքն ասել, որ ի ժամանակ նույնիսկ ես չգիտեմ, եթե ինչ որ վիճակագրություն լինի, կարելի է միած ստուգել Վարդան Ղուկասյանի կամ չգիտեմ Սամվել Բալասյանի ժամանակ էր ավելի շատ կրիմինալ գործողություններ, թե ոչ։ Ուղղակի էլ եմ ասում, այն ժամանակները մի լուծում են պահանջում, այլ ժամանակներ ուրիշ լուծում են պահանջում։ Ես իմ օրինակով ասեմ, Ես ժամանակին դե բոլորս չենք սիրում օրինակ Սուրեն Խաչատրյանը կառավարման ձևը բանի ինչպես էր պահում այլ կրկին ինչ որ որոշակի խնդիրներ կար եւ այլն բայց հետո որ աշխատեցինք գյուղապետերի հետ Սյունիքի յուրաքանչյուր գյուղապետը համարյա թե նույն Սուրեն Խաչատրյանն էր այսինքն այնտեղ որպեսի կառավարես այդ համակարգը այն ժամանակ նորմալական պետք է Սուրեն Խաչատրյան լիներ շատ կոշտ կոպիտ եւ այլն այդպեսին էր համակարգը այդպես էր առաջացել դարիների ընթացքում իհարկե էվոլյուցիա է լինում բայց օրինակ նույն խախտումների հետ կապված ԿՊ-ն այսքան ժամանակ շատ ավելի խախտում է արել Գյումրիում քան ենթադրենք որևէ այլ ժամանակ այն ինչ որ հիմա է կատարվում ըստ բացարձակ բեսպրեցիոնալ նույն Գյումրիում նույն Վանաձորում նույն Երևանում հարցեր առաջացնում տեսեք մարդիկ սպանության մեջ են մեղադրվում մարդիկ ռազմի մեջ են մեղադրվում գողության մեջ են մեղադրվում շատ հաստատ բան են գալիս այսինքն նույնիսկ կալանքի շատերը կալանքի տակ չեն ես հետևում ես ուղղակի ապշում եմ հա սա է ավելի այս իրավիճակն է ավելի բարենպաստ քաղաքացիների անվտանգության համար թե որ շատ ավելի խիստ է դրվում կամ ենթադրենք քաղաքի մասշտաբով հավաքում են այսպես ասած քաղաքի
բնակիչների ազդեցություն ունեցող մարդկանց եւ պայմանավորեն որոշակի բաներ չան։ Այսպես կոչված օրենքով գողերը, այսպես արտահայտվում։ Օրենքով գողեր չէ, ես էլ եմ ասում, կան մարդիկ, ովքեր ժողովրդի լեզվով ասած։ Չէ, կան օրինակ տարիքով մարդիկ, օրինակ ես Հայաստանից դուրս գանք Աբխազիա գնանք, հա, Աբխազիայում կան տարիքով հարգված մարդիկ, եթե ինչ-որ հարցեր ա լինում, այդ մարդիկ են ասում, այո, որոշակի դեպքում օրենքն են փոխարինում, բայց իրենց անցած տարիքով, իրենց հարգանքով, իրենց, չգիտեմ, ազգուտակով, հա, իրենք ավելի բան են անում։ Հիմա տեսեք, Վարդան Ղուկասյանի ազգուտակը ու Մարտուն Գրիգորյանի ազգուտակը ինքը բավականին մեծ է եւ ազդեցիկ է Գյումրիում։ Նույն Մարտուն Գրիգորյանի, եթե չեմ սխալվում, հարազատների մեջ կան ձեր մատնանշած մարդիկ կամ այդ մարդկանց հարող շրջանակներ, բայց դա ամեն դեպքում չի խանգարում նույն Մարտուն Գրիգորյանին պատգամավորական գործունեություն ծավալել եւ որևէ մեկը իրեն որևէ բան չի ասում։ Ես Վարդան Ղուկասյանի ընտրվելու պարագան, երբ որ ասում եմ մենք նկատի ունենք, ուզում ենք կրիմինալ երկիր ունենալ, հանրության ընդհանուր կարծիքն է հաշվի առնելով եւ ընդհանրապես հանրային դաշտը վերլուծելով եմ ասում, սա ինչի մասին է խոսում, այսինքն մենք ունենք այդ հենց այդ կրիմինալ երկիր ունենալու պահանջը, այսինքն մենք կարծում ենք, որ օրենքով գողերը միայն կարող են հարցեր լուծել մեր օրհասական։ Կրկին դուք տանում եք այնտեղ, որտեղ դուք արդեն պիտակավորում եք եւ բան եք անում, որ այս մարդը կրիմինալ է։ Ես չեմ պիտակավորում, ես հանրային կարծիք եմ։ Չէ, հանրային որ հանրության կարծիք։ Հիմա տեսեք, եթե մենք Գյումրի գնանք, սիրում են Վարդան։ Գյումրիում Վարդանի սիրում են ոչ թե կրիմինալի համար, եւ դուք չգիտեմ հարցումներ արել եք Գյումրիում, ու որ կարծում ձեր կայքներ հարցում անում եւ գյումրեցի ունենք աշխատող։ Այո, այնտեղ չեն ասում, որ գիտեք, Վարդան Ղուկասյանը կրիմինալ է, ավտորիտետ գողերի հետ ընկերություն։ Ես ձեր ռեպորտաժն եմ նայել։ Հա, ռեպորտաժի մեջ հիմնականում ինչն էր, որ կարոտ կա մարդկանց, ովքեր քաղաքում քաղաքասիրում են, քաղաքում շինարարություն են արել եւ կարողացել են քաղաքը ճիշտ կառավարել։ Հիմա Վարդան Ղուկասյանի նկատմամբ կարոտը գյումրեցիների, դա ոչ թե կարոտն է կրիմինալի, որ կարակ են սպանեն եւ այլն ինչ որ բան անեն, այլ իրենք տեսել են, որ ուժեղ կառավարիչ է եղել, որի ժամանակ քաղաքում զանգված են շինարարություն է եղել։ Քաղաքը գեղեցկացել է, քաղաքում արձաններ են դրել, մաքրվել են որոշակի փլատակներից մաքրել են։ Ընդ որում սա նաև զուգակցում էր Հայաստանի ընդհանուր, այսպես ասենք, զարգացման հետ։ Մենք գիտենք, որ այդ տարիներին Հայաստանում եւ շինարարությունը եւ դրանից հետո հետևող ոլորտների զարգացում է եղել, որը բերել է նրան, որ 2006-7 թվականներին Հայաստանը ավելի շատ մարդեր վերադառնում, քան գնում էր։ Դա նշանակում էր, որ մարդկանց մոտ հույս էր առաջացել, որ իրենք Ռուսաստանը նույնիսկ կանոնը թողում գալիս են։ Եվ Վարդան Ղուկասյանը կառավարել է այդ ժամանակ։ Հիմա ժողովուրդը ինչ է տեսել։ Ժողովուրդը տեսել է Սամվել Բալասանյանի կառավարումը, որ ոչ մի բան էր, այսինքն ուղղակի տեղում դոփում էին, հա, տեսնում ես ԿՊ-ի կառավարումը, որ կրկին ոչ մի բան է, ավտոմատ կարոտ է առաջանում այն ժամանակները, երբ քաղաքում ինչ-որ ձևի շարժ կար, ու ընդ որում ել եմ ասում, ական ինքնատիպ կերպար է, հա, Վարդան Ղուկասյանը, ոչ աստվածացնում ենք ոչ մի բան, բայց առնվազն ժողովուրդը այս նոր բաները կամ տեղում դոփացող կամ չգիտեմ, Սամվել Բալասյանն ամենայն հարգանքով իրան, բայց 3-4 կուսակցություն փոխած մարդ եւ ամեն անգամ ինչ-որ ուրիշ բան ասել, ինքը արդեն հոգնել է այդ բանից։ Եվ ես ձեզ ասեմ, որ դա ոչ միայն տենդենս է լինելու Գյումրիում, ինքը լինելու է նաեւ այդտեղ էր այդ տենդենսը, որ ժողովուրդը տեսնելով այս նորերը, հա, որ ասում են նորերը մաքուր են, ազնիվ են, հներ, թալանչի, մալանչի բան, ժողովուրդն տենում որ նորերի ժամանակ իրանք ավելի վատ են ապրում, ավելի շատ է թալանվում երկիրը, քան հիմա։ Հիմա դուք ասեք կրիմինալի վերադարձ, գյումրեցիները ասեն քաղաքաաշխատացնողի վերադարձ, հա, բայց ամեն դեպքում փաստային է, որ Վարդան Ղուկասյանի եւ երկրորդ տեղով եկող Մարտուն Գրիգորյանի, որը ելեմ ասում, միգուցե էքստրավագան չի, հա, կեպկայով չի քայլում կամ ինչ-որ տենց հայտարարություններ չի անում, բայց նույն, այսպես ասենք, մենտալիտետի մարդիկ են, որևէ բանով չի տարբերվում եւ ելեմ ասում, Մարտուն Գրիգորյանին ընտրող մարդը, եթե Մարտուն Գրիգորյանը չներ, գնալու էր Վարդան Ղուկասյանին ընտրեր, որովհետեւ այդ երկու անձնավորությունները հիմա Գյումրիի, այսպես ասենք, մենտալիտետն է որոշակի այդտեղ, թասիբ, տղայական, եսի ինչ-որ բաներ, հա, եւ իրենք իրենց սորտի մարդ են փորձում ընտրեն, իրենց ուզած մարդ են, եւ իրենք տեսնում են, որ Վարդանն է լավ կառավարիչ, իրենք տեսնում են, որ Մարտունն է լավ կառավարիչ, խիստ ուժեղ ձեռք է եւ փորձում են գնալ այդ ուղղությամբ։ Հիմա եթե Գյումրեցին օրինակ ցանկություն ունենար, չգիտեմ ինչ որ ավելի շատ Ռուբեն Մախտարյանի
այսպես ասենք, կերպարով կամ մենտալից հետո մարդ ընտրեր, ինքը Ռուբեն Մեկտարյանը հիմա առաջատար կներ Գյումրիում, բայց առաջատարները բոլոր հարցումներով դերևս Վարդան։ Այսինքն կա հասարակության պահանջարկ եւ կան մարդիկ, ովքեր այդ պահանջարկին բան են անում, առաջ են գնում։ Հիմա եթե հասարակության պահանջարկ չներ, որ Վարդան Ղուկասյանի կամ Մարտուն Գրիգորյանի նման մարդիկ լինեն քաղաքական դաշտում, իրենք դաշտում չեն լինի, որտեղ ոչ Վարդան Ղուկասյանը 2-3%-ի համար կմտներ, հա, այդ գլխացավանքի տակ, ոչ էլ Մարտուն Գրիգորյանը։ Պարոն Քոչարյան, թեկնածուներից մեկը այդպես ձեր խոսքի վրա հույս էր հայտնել, որ ժողովուրդն այս անգամ ճիշտ ընտրություն կանի, որովհետև այս պահին նժարին դրված է Գյումրիի փրկության հարցը, ինչից կամ ումից են փրկում Գյումրին։ Գյումրիի փրկության, Հայաստանի փրկության հարցն է դրված, հա, գլոբալ առումով։ Տեսեք, ինչ է Գյումրին շատ կարևոր Փաշինյանի համար եւ ինչ է ինքը իմ կարծիքով դիմելու աննախադեպ կեղծիքների եւ փորձում է դիմել, մենք արդեն տեսանք կեղծված այդ հանրահավաքը եւ երթը, հա, երբ որ ամենագյումրեցի չի եղել եւ խոսք է գնում, որ որոշակի քանակ մարդկանց նախորդ գրանցել են արդեն Գյումրիում, որոնք պետք է քվեարկեն, հետո գրանցումից դուրս գան։ Դա իր համար սակրալ տեղ է Նիկոլ Փաշինյանը, որտեղ Գյումրիով ինքը առաջ գնաց եւ Գյումրիով ինքը եկավ Երևան եւ հաղթեց։ Այսինքն Գյումրին ինքը տալ չի ուզում։ Հետո կա աշխարհաքաղաքական կետ, որ Գյումրին դա տեղ է, որտեղ կայանված է ռուսական ռազմաբազան եւ այնտեղն է, որտեղ ուղղվել է ամենաշատ գրանտային միջոցները տարբեր տիպի արևմտյան ֆոնդերից եւ երրորդը Գյումրին դա այն քաղաքն է, որը հայ-թուրքական սահմանին ամենամոտն է եւ երկաթգծին ամենամոտը եւ եթե սահմանը բացվի, հենց Գյումրին է ճաշակելու հայ-թուրքական բարեկամության ամբողջ քաղցրությունը, դա կարող է ճակերտավոր լինի, կարող է ոչ ճակերտավոր լինի եւ ինքը եւ չմոռանանք, որ երկրորդ քաղաքն է ամեն դեպքում Հայաստանի եւ տեսեք ինչ խնդիր է Փաշինյանի համար առաջանում։ Փաշինյանը կորցրել է Երևանը։ Այսինքն այն ինչ որ իրանք խաբելով մարդկանց շանտաժ անելով, առնելով եւ այլն կարողանում են ինչ-որ ձևի քաղաքապետարանը ուրեմն քշել իրենց ուզածությամբ, դա դեռևս չի նշանակում, իրենք Երևանում հաղթել են, իրենք Երևանում պարտվել են, ուղղակի անդիմությունը մի փոքր իրար չհասկացա։ Հիմա կորցված Երևան, կորցված Վանաձոր էր իրենց մոտ, որտեղ Վանաձորը պարտվել, հիմա Գյումրիում են, եթե իրենք պարտվեն, իսկ պարտվելու են, եթե առանց կեղծիքների խայտարակ ձևով։ Սա կնշանակի ինչ, որ արտասահմանի իրենց հովանավորները իրենք Նիկոլ Փաշինյան կարող են ասեն ընկեր, դու լեգիտիմություն քո երկրում չունես, դու եւ խոշոր 3 քաղաքներում էլ պարտվել ես։ Դու ո՞նց ես ինչ որ մի բանի տակ մտնում, եթե դու չես կարա, կամ կարող են իրեն ուրիշ բան ասեն, ոչ թե իր կուրատորները ասեն, այլ հակառակ աշխարհական բևեռը ասի այն մյուս բևեռին ասի տղեր, կեսով է։ Հա? Ինքը ամենտեղ պարտվում է, ինքը արդյոք Հայաստանի ղեկավարն է եւ այդ ոստիկանության բիրտ ուժը, այդ ուժայինների բեսպրեդելը, այդ Նիկոլ Փաշինյանի այդ հիստերիկ ելույթը պարլամենտում հասարիտ պատերով կտամ եսի միշտը, ցույց է տալիս, որ եթե Գյումրիում ինքը կորցնի իր ուրեմն լեգիտիմության եւս մի մասը, իր համար բավականին շատ խնդիրներ առաջանալու հենց արտաքին ֆրոնտի, հատկապես Թուրքիա-ադրբեջանական ֆրոնտի վրա։ Եվ ես վախենում եմ իհարկե, որ ինչ որ նեղ բային էլի Նիկոլին օգնության չհասնեն, հա, այսինքն պետք է այդ ուղղությամբ բավականին ուշադիր լինել, իսկ տարբեր սցենարներ կարող են լինել, եթե ընդհանրապես Վարդան Ղուկասյանն է հաղթում, այնտեղ որոշակի զարգացում է լինելու, եթե Մարտին Գրիգորյանն է հաղթելու, այնտեղ մի փոքր ուրիշ զարգացում է լինելու, նույնիսկ այսպես ասենք երրորդ նախագահ Մերց կամ Մերց մարդիկ որոշակի նաև սխեմաներ են գծում, որ Մարտունը մնալա թիկուն քաղաքապահի ռուբուն գնա Երևան եւ այլն բան, հա, ինչ որ սցենարներ են գծվում, բայց դա էլ կախված է նրանից ինչ է անելու Վարդան Ղուկասյանը, եթե Վարդան Ղուկասյանը հավաքեց բարձր տոկոս եւ կարողանա միանձնյա կամ 1-2 արբանյակների միջոցով արդեն իշխանությունը ամբողջովին Գյումրիում վերցնելու, դա մի զարգացման էտապ է լինելու, եթե արդեն պետք լինի դիմել այլ ուժերի, նաև Ռուբեն Մխիթարյանի, Մարտին Գրիգորյանի օգնությանը, այլ ռասկլադ է, եթե Սարիկն է հաղթում եւ կարողանում է կեղծիքների միջոցով Եվրադաշինքով եւ չգիտեմ ինչ որ մեկին շանտաժի ենթարկելով ինքը իշխանությունը վերցնի, այլ ռասկլադ է, այսինքն եթե Սարիկ Մինասյանը հաղթի Գյումրիում, բոլորը հասկանալ են, որ դա ոչ ազնիվ հաղթանակ է եւ պարզ է, որ այդ ալիքը Գյումրիից գալու է Երևան, դա ամենահավանական սցենարն է, եթե անդիմությունը կարողանա ձևավորի Գյումրիում
ուրեմն իշխանություն, այստեղ իրենք պետք է հետևեն Նիկոլ Փաշինյանի արձագանքը։ Եթե Նիկոլ Փաշինյանը դիմի այն մեթոդներին, որոնք դիմել օրինակ Վանաձորում, կամ դիմի շանտաժի ձեռբակալությունների եւ այլն, կրկին այդ բողոքի ալիքը էլի տեղափոխվելու է Երևան։ Եթե Նիկոլ Փաշինյանը պարտությունը ընդունի եւ շատ հավանական է արդեն իր ուղղակի իշխանությունից հեռանալու ճանապարհին քարտեզը գծի, այնտեղ կրկին այդ process-ները լինելու։ Ամեն դեպքում ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանին որևէ խորհուրդ տամ, բայց իր քայլերը, իր այդ ջղացումները Գյումրի պահով անելուց ինքը շատ լավ կարող է պատկերացնի, որ կանայք ժողովրդականության խիարը շատ թաց կարող է բուսնել եւ հենց ինձ համար, իր համար։ Ան Քոչարյան, հասկանում եմ ինչ եք ասում, քանի որ Թուրքիային ու Ադրբեջանին նաև մեջբերեցիք այս պահին, իրոք վախենալու է իրավիճակը, բայց եկեք ինչ որ առումով նաև կարող ենք զուգահեռներ գծել հենց Թուրքիայում տեղի ունեցող ռեպրեսիաների, որովհետև այնտեղ էլ անդիմադիր տեխնացուի նկատմամբ արվել մինչև հիմա ձերբակալված է Էմամօղլուն, մեր մոտ ինչ որ դրանք հələ ծաղիկներն էին, այսպես կարող ենք ասել մարդկային լեզվով, դեռ հələ կարող են սպասել այդ վախի մասին, որ ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, վատ ակնկալիքներ նկատի ունեմ, որ սցենարը տեղափոխվի այստեղ, ու այդ սցենարով չունենանք գոնե մաքսիմում։ Տեսեք, վատ այն որ կատարում է Թուրքիայում, Հայաստանն այդ որևէ առնչություն չունի, հա, այնտեղ Զուտ նմանություն կա սցենարային նմանությունն է ասում ինչ աշխարհաքաղաքական բանն է փոխվել, բալանսն է փոխվել, կշիռ հատկապես Բայդենի Հարիսի պարտությունից հետո Թրամփն ու Պուտինը նոր աշխարհաքաղաքական բևեռներ են ձևավորում եւ ռասկլատ եւ այստեղ Թուրքիայի այդ խաղը բոլոր աթոռների վրա նստել այլևս չի աշխատում։ Նման չի հիմա Փաշինյանին է։ Եվ Պուտինը եւ Տրամփը չեն սիրում մարդկանց կերպարներին, ովքեր մի քանի աթոռի վրա ուզում են նստեն։ Այսինքն այս ֆոնի վրա իրեք Թուրքիայի միջն հետաքրքիր Էրդողանը դա ավելի շատ անգլոսաքսոնական աշխարհի ներկայացուցիչ էր, ընդդիմությունը ավելի շատ սորոսական աշխարհի ներկայացուցիչ է։ Ընդ որում, եթե մենք ուրախանում ենք, որ ընդդիմությունը կարող է տապալել Էրդողանին, ես խորտ կտայի չուրախանալ, որովհետև նույն ընդդիմությունը տարբեր քաղաքներում դուրս է գալիս պաստառներով, որտեղ Էնվեր, Թալատ եւ Ջեմալ Փաշաների նկարներով են գնում, այսինքն մեզ համար դա որևէ լավ բան, ուրեմն չի խոստանում այս ամեն ինչը։ Հայաստանի պարագայում էր եւ պետք է մի փոքր անդրադարձ կարել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի հիմնական միտքը ինչն է, որ աշխարհական ռազմկոդը փոխվել է, Փաշինյանին այլևս պահում է միայն Եվրոպական միությունը, Թուրքիան եւ Ադրբեջանը, այսինքն մյուս խոշոր խաղացողները իրենց վերաբերմունքը փոխել են։ Հա, Թրամփը ընդհանրապես չգիտի Փաշինյանը ինչ անել, իսկ Բայդենը ատամներով պահում էր Փաշինյանին, Բայդենի ադմինիստրացիան, Բլինկենը հատկապես։ Վլադիմիր Պուտինն հարմար առիթ է գտնելու, որ ամեն ինչ հիշացնի, հա, երբ որ ինչ որ պահի տակ ստիպված որոշակի քայլեր է գնել կամ Փաշինյանը ինչ որ բաներ է խոստացել, որ այդ բանը Ռուսաստանին ձեռնտու եւ աչք են փակել իր, այսպես ասենք, պրոեվրոպական խաղիկների, հա, հիմա այդ վերաբերմունքը փոփոխական է, այսինքն այն բանը չկա, որ Ռուսաստանը այլևս չի խառնվելու կամ որոշակի չափով պաշտպանել է Փաշինյանին։ Եվ սա այստեղ նոր իրողություն է ստեղծում, որից մեր ընդդիմությունը կարող է օգտվել, ոչ թե մտնի ներընդդիմական գզվռտոցի մեջ, այլ ուղղակի հասկանալով այդ բանը կարող են շատ արագ կազմակերպեն, որովհետև տեսեք, իշխանափոխություն անելու համար 3 անհրաժեշտ պայման կա, առաջինը դրսում պետք է ժողովուրդ լինի, ընդ որում այդ դրսի ցույցերին պետք է հակացույց չլինի, որովհետև դրսում եթե ժողովրդի հակացույց չկա, դա նշանակում է ով փողոցում է ինքն էլ ճիշտ է հանրապետական մասշտաբով։ Բայց դա քիչ է, պետք է նաև խնդիրներ լինեն ճակ լինի իշխանական ուժային եւ բիզնես էլիտայի մեջ, այսինքն նույն ներքին գործերի նախարարը ասել ժողովուրդը երևի ճիշտ բան ասում, պարոն Փաշինյան, ես չեմ բան անելու, հրաման չեմ տալու իրանց ծեծել կամ կրակել իրանց վրա, կամ բիզնես էլիտան սկսի աջակցել ընդդիմությանը, որովհետեւ իշխանությունը հարկային քաղաքականություն եւ այլն ձեռք չի տալիս եւ շատ ամենակարևորը նաեւ աշխարհակական կոնսենսուսը։ Այսինքն տվյալ ամեն տարածաշրջանի վրա կա, այսպես ասենք, մի խումբ պետություններ, որ նայողն են, հա, եւ իրենք իրար մեջ որոշում են, ենթադրենք Թուրքիայում ոնց է լինելու, Հայաստանում ոնց է լինելու, օրինակ պայմանավորվում են Մինսկի խումբը, շատ վառ օրինակ էր, որ 3 պետությունները իրար հետ չունեին առանձնապես արդեն, բայց Հայաստանի պահով Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, Հայաստանի, Ադրբեջանի, Արցախի պահով ունեն որոշակի ընդհանուր մոտեցում։
Հիմա եթե այդ աշխարհական կոնսենսուսը, որը եղել է 21 թվականին որոշակի չափով, երբ որ Եվրոպան եւ ԱՄՆ-ն միանշանակ աջակցեցին Փաշինյանին, իսկ Ռուսաստանը որոշ աշտարակների միջոցով կուլ գնաց, այսպես ասենք, Փաշինյանի խոստումներին, հիմա այդ իրավիճակը չկա եւ այդ իրավիճակի վրա կարելի է խաղալ։ Թուրքիայում զարգացումները մեր վրա չեն անդրադառնալու, բայց մենք ավելի շատ ուշ-ուշով պետք է հետևենք Ադրբեջանին, որովհետև ես էլ եմ ասում, նեղ պահին միշտ Ալիևը հասել է Փաշինյանին, մենք կարող ենք 2021 թվական օրինակ հիշենք, որ մեր գենշտաբի սպաները պահանջել են Փաշինյանի հրաժարականը եւ մենք տեսանք ինչպիսի արձագանքներ եղան Ադրբեջանից եւ այնուհետեւ Թուրքիայից, որ հանկարծ չհամարձակվեց թե որևէ հեղաշրջում անել։ Եվ այստեղ էլ եմ ասում, բոլոր քայլերը հաշվարկելուց, նույն ընդդիմությունը, որը գնալու է դեպի իշխանափոխություն, կամ դեպի հեղափոխություն, կամ դեպի փողոցային գործընթացներ, ինքը միշտ պետք է հաշվի առնի, որ պետք է նաեւ պայմանավորվել աշխարհի կենտրոնների հետ ուժային, որ հանկարծակի Թուրքիան եւ Ադրբեջանը չօգտվեն իրավիճակից եւ փորձեն, չգիտեմ, խախտեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Լավ, վերադառնանք Գյումրի, թերևս հիմա կամփոփենք, հասարակական քաղաքագործիչ Էդգար Ղազարյանը հետաքրքիր գրառում էր արել, թեպետ զարմանալի չէ իհարկե, այսօր երկու համայնքներում անցկացվել է յուրահատուկ մեթոդով մարդահամար, պարզելու համար այդ համայնքներում բնակվող թուրքերի եւ ադրբեջանցիների իրական քանակը մաթեմատիկական ճշտությամբ, ինչպես նաեւ Սարիկին էր բանարել, մատնանշել, որ երեխայի հետ էր եկել ընտրության, ասում էր անչափահաս մանկահասակ երեխային օգտագործում էր որպես զրահաբաճկոն, այսպես լրագրողներից պաշտպանվելու, որ այն հարցեր չտան ու շատ արագ այսպես եկավ Սարիկ Մինասյանն ու արագ հեռացավ, այսինքն ինչից էր նա վախում իսկապես, որ կհայտնաբերի, որ Ղազարյանի ասած թուրք ու ադրբեջանցի են, իրանց մեջքի հետևում կանգնած։ Երկրորդ մասով ասեմ, ուրեմն Սարիկ Մինասյանը ինքը անտրական տեխնոլոգիաներից, պրոցեսին բացարձակապես գլուխ չի անում, ինչ ասում են անում, հայտարարական լինում, օրինակ մարդ թույլ տվեց իրեն ասել, որ ես հաղթել եմ բանավեճին, որտեղ 500 ֆոլոուեր ավելացել, էլ չի մտածում, որ ֆոլոուերների մի մասը fake են, իսկ մյուս մասը ուղղակի մարդիկ, ովքեր ուզում են friend տային կամ ինչ-որ ձևի վատ բան գրեն իր էջի վրա, հա։ Հիմա էլ երևի ասել են երախուն ձեռնտվեկալ, կարող է ինչ-որ կատվի ձախով գար, որտեղ կատվի ձախներն ինչ-որ պոպուլարա չէ, ցանցում բան։ Խոսքով պոպուլիզմի հերթական դրսևորում։ Այսինքն, հա, ինչ կա փորձարկում են իր վրա, փորձում են ինչ-որ ձևի իրավիճակ ուղղել, բայց ասեմ, այնտեղ ամենամեծ սխալը, որ Սարիկը թույլ է տվել, որ Երևանից մարդիկ գան իր քարոզարշավը տանեն։ Եվ դա այլ եմ ասում, գյումրեցիների այդ փակամարտի մեջ բավականին մեծ փակակրանք է առաջացնում։ Ընդ որում շատ հետաքրքիր փաստ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը չեկավ անելու, որովհետև հասկացավ, որ կարող է վերջնականապես թաղի, հա, Սարիկ Մինասյանի ռեյտինգը։ Էդգար Ղազարյանի մյուս ասացի հետ, գիտեք, ես մի փոքր ուրիշ ձևի կձևակերպեմ, ամեն դեպքում մենք չգիտենք այդ մարդկանց մի մասը, որը գնա Սարիկ Մինասյանին ձայն տալու, ինչ հանգամանքներով է ստիպված դա անում կամ ինչ չանում, նրա համար իրենց անվանել թուրք կամ ադրբեջանցի ես չի անի, բայց ամեն դեպքում կարելի է ասել, որ մարդիկ Սարիկ Մինասյանի համար քվեարկելով իրանք թուրքական ազդեցության գործակալ հանդիսացող կուսակցության, ուրեմն շանսերը բաները հզորացնում են, այսինքն եթե ասենք ինչ-որ պրոթուրքական կուսակցություն կա Հայաստանում, իրենք ուղղակի իր դիրքերն են ամրապնդում, բայց հիմա այդ մարդիկ մոլորալ են, խախտված են, կաշառված են եւ այլն, դա արդեն ուրիշ հարց է։ Ամեն դեպքում մարդկանց չարժի դա բան անել, որովհետև գիտեք ոնց է մարդիկ կարող են կոնտրա անգնել, շատ ավելի վատ բաներ են, այսինքն մարդկանց քշել մի անկյուն, հատկապես մարդկանց մի քանակա, որոնք իրոք ստիպված են դա անել եւ այդ մարդիկ ստիպված են դա անել եւ Բալասանյանի ժամանակ եւ հանրապետական տեխնացուի ժամանակ եւ Բարգավաճի ժամանակ եւ Վարդանի ժամանակ եւ այլն, այսինքն կա կացի վրա ճիշտ ասած դա բաներն են հիմնական բյուջետային աշխատողներն են, որոնք ստիպված են այդպիսի բան անել եւ կան իրոք մարդիկ եւ դա արդեն ընդդիմության հավաքական մեղքն է, այդ թվում նաեւ Էդգար Ղազարյանի եւ մնացածների, որ իրենք չեն կարողանում մինչեւ հիմա բերել համահայկական խնդիրները եւ մտցնեն քաղաքային հասարակությունների մեջ, որ մարդիկ հասկանան, որ ընտրելով Սարիկին, իրենք կարող է հետո Շիրակի մարզը դարձնեն թուրքական վիլայետ, այսինքն եթե այդ անմիջական կապը կարողանան մարդկանց բացատրել, այդ ժամանակ բավական մեծ հաջողություն կլինի։ Իհարկե ամենահեշտ ձևն է մարդկանց թուրք-ադրբեջանցի անվանել, բայց դա էլ մի բան չի։
քաղաքական վերնախավը այո կարող ես հանգիստ դա պիտակորել հատկապես Նիկոլ Փաշինյան թուրք բառից չի վիրավորվում, այլ ուրախանում է, հա, բայց մարդկանց ովքեր ստիպված են այդ քայլի գնալ, իմ կարծիքով չարժի ամեն դեպքում։ Լավ, եթե ամփոփենք առհասարակ, սա կարող ենք համարել ընտրություն բառից բուն իմաստով, թե կկիրառվեն արդեն մեզ հայտնի բոլոր գործիքակազմերը քվեները գողանալու եւ էլի իշխանության հաղթանակ գրանցվելու համար։ Արդեն դա այդ պետք է տեսնենք, եւ պետք է տեսնենք ինչպես են ընդդիմադիրները պաշտպանում իրենց քվեն։ Այսինքն, գիտեք, Երևանում ավելի հեշտ է այդպիսի կեղծիքներ անել կամ համապետական ընտրությունների, օրինակ 21 թվականին, հա, ընտրությունների ժամանակ օգտագործեցին արցախցիներին, որոնք գտնվում են Հայաստանում, հա, բավական հետաքրքիր տեխնոլոգիա եւ հիմնականում պայմանավորված ինչը, որ իրենց կցում են ընտրատարածքներին, ընտրատարածքում օրինակ ընտրական հանձնաժողովում նստած մարդիկ, հա, իրենք բոլորը իրենց ընտրողներին ճանաչում են։ Եթե ինչ-որ ճուժի մարդ է գալիս, արդեն հարցեր է առաջանում։ Իսկ այստեղ գալիս են կցված արցախցիներ, որոնց ոչ մեկ դեմքով չէր ճանաչում, եւ շատ հավանական է, որ նույն արցախցին տարբեր անձնագրերով տարբեր տեղեր քվեարկել է։ Հիմա եթե մենք նեղացնում ենք շրջանակը, բերում ենք Երևան եւ հատկապես բերում ենք Գյումրի, այնտեղ կրկին հարցեր են առաջացնելու, օրինակ, եթե ընդհանրենք կոպիտ ախալքալակից կամ Շիրակի մարզից ինչ-որ մարդկանց բերեն, բարձր որ հարցը փորձ է լինելու, հարցնում են դուք ով եք, էլի կամ ինչ-որ գրանցումով այլ գրանցումով հնդիկներին էլ չասեք, հա, չգիտեմ, հնդիկ, այլ ինչ-որ ազգի բնակիչներ, թուրքա, ես իմ Հայաստանում գիտեք, բան դա պրախատների դուրացել, ով ասեց գալիս է, եթե ընդդիմությունը կարող է այդ քվեն պահպանի, եթե այսպես ասենք ժողովրդական լեզվով իրարին ադու չընկնեն, հա, որ մենակ դու չնես, ով ուզում է լինի, ինչպես օրինակ համապետական մասշտաբում process-ը գնում, հա, կամ ես կամ ոչ մեկ, իմ կարծիքով շանս չունի ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հաղթանակ տալելու։ Միայն էլ եմ ասում, պետք է պահի տակ մոռանան, ես կրկին էլ եմ ասում, որ փոխադարձ մեղադրանքները եւ այլն այդ հին ինչ-որ վենդետային վիճակները, հա, իրենք իհարկե լավ են, հաղթեք, իրար հարաբերությունները պարզեք, նստեք բարիշեք կամ վերջնական ինչ-որ բան արեք, կողմնորոշում եք, բայց ամեն դեպքում ընդդիմության մեջ պարակտվել, իրար դեմ խաղալ, իրար ինադունգներ, որ այդ արանքում իշխանական տեխնացում պլստա եւ կարողանա ինչ-որ մեկ էլ դաշինք ձևավորել եւ վերցնել Գյումրին, դա կլինի ամենակոպտագույն սխալը։ Այստեղ էլ եմ ասում, տեղ կա երևի ընդդիմության մի մասը պետք է իր պրինցիպների ամբիցիաները կուլ տա, հա, եւ ընդունի, որ այլ ընդդիմադիր տեխնացում ուժեղի եւ պետք է իրենց հատարել, ուրիշ քաղաքում կարող է հակառակ process-ը լինի, համապետական մասշտաբով այլ process-ը լինի, բայց ելի պետք է մենք հասկանանք, որ գլոբալ առումով թշնամին մեկն է, հա, հակառակորդը թշնամին, չգիտեմ, Ախոյանը եւ այլն, եւ դա ամենաքաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Միայն քաղաքային այդ կուսակցությունից քաղաքական պայմաններից ազատվելու եւ այդ կուրսը սատարողներից ազատվելու դեպքում, որովհետեւ գիտեք շատերը ասում են Նիկոլը չնի ով ուզում է լինի, չէ՞ ոչ։ Եթե Նիկոլա նման, Նիկոլա Տիվ, Նիկոլա նման մտածողներ, որևէ բան, այսինքն Նիկոլ 2 Հայաստանի համար ընդհանրապես պետք չի, որովհետև Նիկոլները գնում են գալիս են, իսկ այդ պրոթուրքական կուրսը ինքը կարող է մնալ, եւ մենք պայքարում ենք ավելի շատ, որպեսզի Հայաստանի վիլայեթացումը չլինի, հա, եւ մենք կարողանանք ազատ ապրենք մեր տարածքում եւ նաեւ մտածենք ինչպես անենք, որ հետ բերենք մեր կորցրածները, հա, նույն Արցախի հետ կապված, քան ենթադրենք մենք դառնանք վիլայեթ ու կամ բոլորս դառնանք փախստական եւ ժամանակին Արցախի բնակիչներին, պաշտոնյաներին, ռազմական գործիչներին ասում է, այդ կրկեսը թարգեք ձեր ներկուսակցական եւ այլն ասի, բոլորը ասի, հետո ապագան կարող է բան փախստական դառնանք, այլ բառը ասի, բայց փախստականները դառնան եւ արդեն գիտեք հիմա ոչ մեկ չի նայում, դու եղել ես գնդապետ, թե դու եղել ես հասարակ հավաքարար, դուք բոլորդ անտուն մարդիկ եք եւ մեծ մասը նաեւ նրանց է եղել, որ Արայք Հարությունյանի Արցախի կուսակցականացման դեմ դուրս չեկան, խաղացին այդ խաղը եւ վերջում այդ միասնականությունը կորավ, իրար ինանդու սկսեցին ինչ-որ բաներ անել, հակառուսական կուսակցություններ ընդեղ ունեն, ես իմ ինչ-որ sense խաղեր մաղեր տվեցին եւ գավառական այդ ցիրկից հետո մենք ուրեմն ունեցանք այն ինչ ունեցանք եւ ավարտելով, հա, եւ խոսքս վերջին քննարկը Սամվել Կարապետյանին է, Տաշի գրուպի ղեկավարին, վերջապես այդ կրկեսը բացի, հա, եւ թող այդ ամենը տեղափոխվի կրկես, այդ ներկայացումը ժամը 11-ին էս լինի, ժամը 13-ին տես լինի եւ մարդիկ ուրախանան եւ երկրի համար անվտանգ կլինի։ Շնորհակալ եմ պարոն Քոչարյան հետաքրքիր վերլուծության համար։